Նիկոլը, հաց և տեսարաններ հատվածը հացին մենք դեռ կանդրադառնանք, որովհետև երբ որ Ուրսուլան հայտարարում է, որ մենք պատրաստ ենք Եվրոպական միության 400 միլիոնանոց շուկան բացել Հայաստանի առջև և դրա դիմաց ընդամենը տրամադրում են 18 միլիոն եվրո և հայաստանյան գյուղատնտեսական ապրանքները մաքսիմում հասնում են Զովք, որտեղ հենց հիմա պոմիդորը վաճառվում է 85 դրամով, իսկ ծաղիկը Սիթիում վաճառվում է հսկայական փունջը վարդերի 1490 դրամով, հասկանալի է, որ հաց և տեսարանների հաց հատվածը, քանի որ չկա, ահա այն բռնաճնշումներով, որ այսօր առավոտից սկսվել է նաև Multigroup կոնցեռնի բոլոր գործարաններում և բոլոր տնօրենների 70-ից ավելի բնակարաններում խուզարկությունը, այս ամենը տեսարանների հատվածն է, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի, որ եվրոպական որևէ կառույց ոչ միայն ձայն չի հանելու, այլ այս ամենը համարելու է ժողովրդավար։ Իհարկե, համաձայն եմ նաև ձեր դիտարկման հետ, որ Եկատերինբուրգ այցից առաջ այսպիսի ուրեմն տերոր սկսելով ընդդիմադիր գործիչներից մեկի հանդեպ, որին հրապարակավ սատարեց և պաշտպանեց Դմիտրի Մեդվեդևը, ուղղակիորեն անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանը ուղղակի ասում է անելու եմ, եթե չեք ուզում, եկեք ինձ հետ պայմանավորվենք և Եկատերինբուրգի այցից առաջ ինչ-որ ընդամենը էքսպոյ է, որտեղ ինքը հանդիպում ունի Ռուսաստանի վարչապետի հետ, ես չեմ բացառում այո, որ այս ամենը այսպես հա ինչ-որտեղ Ռուսաստանի հետ պայմանավորվելու հարց է, որտեղ ինչքան էլ այս իշխանությունը փորձի հասարակությանը կերակրել, օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո Նիկոլը հայտարարեց Հայաստանը կարող է ԵՄ անդամության թեկնածու դառնալ, անսովոր ականջների համար սա կարա հնչի որպես մենք դառնում ենք ԵՄ անդամության թեկնածու, ես չեմ զլանալու նորից հիշեցնել, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 1987 թվականից դիմել էր անդամության համար, 99-ին մի կերպ տվեցին անդամության թեկնածու, մի հատ հաշվեք, 99 թվից քանի տարի է անցել և Թուրքիան ինչպես չի դարձել, այնպես էլ չի դառնալու ԵՄ անդամ և ինչպես վերջերս իրավացիորեն Եվրոպական պարլամենտում ասաց Նիդերլանդի պատգամավորներից մեկը, դիմելով ԵՄ ղեկավարությանը, հայ ժողովուրդը արժանի չէ, որ դուք հայ ժողովրդին խաբեք և նրանց կեղծ խոստումներ տաք, եղեք անկեղծ և ասեք, որ Հայաստանը երբևէ չի դառնալու Եվրոպական միության անդամ։ Կրկնում եմ, Ուրսուլան ասում է, մենք կանենք ամեն ինչ, որ ԵՄ 400 միլիոնանոց շուկան ձեր առաջ կբացենք, բա բացեք, բա ընդամենը 18 միլիոն եվրո տվեցիր, մադամ, այն միլիարդների դիմաց, որ գնացին և կամազներով ընկան ջուրը, կամ հայտնվեցին Սիթիում և Զովքում, որովհետև ռուս մաքսավորները, երբ որ Լարսից այդպես էլ որևէ հայկական բեռնատար չանցավ, սրտիկ էին ցույց տալի Նիկոլի խորհրդանիշը, մեր վարորդներին ասում էին սրտիկ, գնացեք Նիկոլից հարցրեք, թե ինչի ենք մենք ձեր մեքենաները բեռնված մրգով, խմիչքով, ձկնեղենով հետ վերադարձնում, կատաստրոֆա